Բարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված եւ բերման ենթարկված վարորդը ABC մեդիայի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին։ Տեսանյութը համացանցում տարածվել էր 3, բայց միջադեպը տեղի ունեցել մարտի 31-ին։ Պապիկը սերմահացել Թաղմանեի շտապում առավոտյան 10-ի մոտակայքում, մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր, չգիտեինք երբ է բացվելու։ Բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայոյեցի, եկան ինձ տարան։ Հետո իմացա, որ ինչ-որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում, տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում, պատմել է բերման ենթարկված վարորդը։ Հիշեցնենք, որ միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև ներքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է. պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայոյանք է հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել։